Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Սպորտքաստ նախագծի հերթական թողարկումն է, այսօր անդրադառնում ենք Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականին, երկու մրցելույթներ ունեցավ մեր հավաքականը Կոսովոյում և Մոնտենեգրոյում, այդ խաղերի ընկերական բնույթի կարգավիճակ այդպիսի ունեցող խաղերի արդյունքով էլ մենք կարծես թե որոշակի պատկեր կարող ենք ունենալ աշնանը արդեն մեկնարկող Աշխարհի առաջնության որակավորման փուլից առաջ այսօր իմ հյուրն է հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը. Արմեն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք նաև հավաքականի հետ այնտեղ եք թե Կոսովոյում, թե Մոնտենեգրոյում, մի խոսքով թե դերսից, թե ներսից, թե որպես մարզական մեկնաբան տեսել եք այն ամենը, ինչ տեղի ունեցել ձեր աչքով տեղում, նաև մենք կփորձենք ձեր հետ միասին վերլուծենք, տեսնենք թե ինչ բնույթի այս խաղերն էին, ինչ տեսավ մարզիչը, ինչ սովորեցին կամ որքանով հարմարվեցին այս մարզչի, հոլանդացի մարզչի բերած ֆուտբոլային փիլիսոփայությանը մեր հայ ֆուտբոլիստները, մեր հայրենակիցները եւ փորձենք հասկանալ, թե ինչպես է նախապատրաստվում հավաքականը արդեն հենց Պորտուգալիայի հետ մրցավեճին սեպտեմբերին էր դա։ Եվ այսպես սկսենք երևի թե մեր թիմի ավագի խոսքից Վարազդատ Հարոյանը նշեց, որ մարզիչը փորձում է իր ֆուտբոլային փիլիսոփայությունը, իր ֆուտբոլը ներդնել, դրա համար ժամանակ է պետք, սակայն այդ ժամանակը չկա, այսպես է արտահայտվել մեր թիմի ավագը, որքանով է, մենք ինչ պետք է հասկանանք իր ասածի տակ։ Կարծում եմ հստակ ոչինչ չկար այդ մտքի տակ, բայց ինչ որ մեսիջ կար, այստեղ երկու տարբերակ կարող է լինել, կամ մենք պետք է շատ համբերատար լինենք, բայց հաշվի առնելով, որ ֆուտբոլասերները, ֆուտբոլային քննադատները կամ ֆուտբոլային ընդդիմադիրները չեն կարող սпасել, չեն կարող համակերպվել, քանի որ նրանց պայքարը նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի դեմ է եւ ֆուտբոլի ֆեդերացիան արդեն ինքը ուզում է շատ արագ արդյունք ունենալ կամ պետք է հեռացնեն մարզչին, ես անկեղծ չեմ բացառում այդ տարբերակը, որ կարող են առաջիկայում մարզչի հետ լուծել պայմանագիրը եւ նոր մարզիչ հրավիրել, որովհետեւ այս մարզիչը իրականում վատ ֆուտբոլ չի ուզում խաղալ, լավ ֆուտբոլ է ուզում խաղալ բավականին, ես ինչքանով հասկացա ֆուտբոլիստների հետ, շփումներից մարզիչների հետ միտք կա, բավականին հետաքրքիր, բայց դրա համար թոփ խաղացողներ են պետք այսպես ասեմ։ Երբեմն այդ թոփ խաղացողների բացակայությունը կարելի է աշխատասիրությամբ լրացնել, բայց դրա համար ժամանակ է պետք։ Ու եթե մենք Կոսովոյի հետ 60 րոպե միջին ֆուտբոլ խաղացինք, ոչ լավ, ոչ վատ, հետո քանդվեց թիմը, դա արդեն տարբեր ասպեկտների բացակայության խնդիրներ, ֆիզիկական պատրաստվածություն, հոգեբանական եւ այդ ամենը բերեց շատ տխուր արդյունքի։ Իսկ Չեռնոգորիայի հետ տեսանք էլի առաջ խաղացում տեսանք, այսինքն քայլ առ քայլ կարող են գնալ առաջ։ Հարոյանի այդ միտքը վերաբերում է մարզչի գլխում եղած այսպես գաղափարներին, որովհետև մարզիչը իրոք լավ բան է ուզում անել, բայց դրա համար նրան ժամանակ է պետք, կամ կտան այդ ժամանակը կամ կհեռացնեն, կբերեն նոր մարզչի, որը կխաղա ըստ մրցակցի։ Այս մարզիչը ուզում է իր ֆուտբոլը դնել եւ չի ուզում հարմարվել ամեն մրցակցին։ Մենք հասկանում ենք, որ հավաքականների պարագայում բավական մեծ դժվարություններ կան նախ մարզչական անձնակազմի համար, երկրորդ հերթին իհարկե ֆուտբոլիստների, խաղերը շատ քիչ են եւ պարբերաբար այդ հավաքներն են լինում, այս հավաքը գուցեև այո, այսպես ստուգողական հավաք էր մեր թե մարզչական անձնակազմի համար, թե ֆուտբոլիստների, բայց երկու խաղ ընդամենը եւ 2-3 շաբաթ հավաք անցկացնել, ընդ որում հետո մեծ ընդմիջում միջև արդեն հաջորդ հավաքը եւ նախապատրաստումը արդեն հաջորդ մրցակցի արդեն պաշտոնական խաղ է լինելու, ընդ որում գերհզոր Պորտուգալիայի հավաքականի դեմ, որը քիչ շաբաթներ առաջ նվաճեց ազգերի լիգայի գավաթը, քիչ է ժամանակը, այո, այդ խնդրին բախվում են շատ նույնիսկ մեծ հավաքականներ, մեծ մրցաշարերից առաջ, հասկանալի է, օրինակ ես Անգլիայի հավաքականին եմ շատ անգամ օրինակ բերում, շատ հարձակողական լավ ֆուտբոլիստներ ունեցող, ընդ որում թոփ թիմերում խաղացող, սակայն որպես այդպիսին հավաքական չի ստացվում, եք տեսնում ենք, թե ով է լինի մարզիչը Տուխելը, թե դրանից առաջ Սաութգեյթը, չեն կարողանում այդ իրենց փիլիսոփայությունը, այսինքն արդյունքի հասնել ըստ ֆուտբոլիստների կարողության։ Այնտեղ թոփ խաղացողներ կան Արմեն։
Թիմային ֆուտբոլի բացակայությունն է այստեղ, հոգեբանական խնդիր է նաև։ Իրականում ես չէի շտապի Տուխելի աշխատանքին գնահատական տալ, որովհետև նոր է մարզիչը կարելի ասել, մի քանի խաղ ընդամենը անցկացրել եւ այո պարտվեց Սենեգալին Անգլիայի հավաքականը, բայց Սենեգալը թույլ թիմ չէ, չեմ ասում որ պարտավոր էին հաղթել սենեգալցիները։ Ամեն դեպքում Անգլիային ես որպես օրինակ երբեք չեմ բերում, որովհետև Southgate-ը այնքան է փչացրել այդ հավաքականը ըստիս, որ հիմա շատ դժվար է ուշքի բերել, նույնը անում է հիմա Դեշամը Ֆրանսիայի հավաքականը, որովհետև ըստիս նա վաղուց պետք է գնացած լիներ, ու հավաքականում ես միշտ ասում եմ, որ մարզիչը պարտադիր չէ, որպեսզի ամենաթոփ մակարդակի մարզիչ լինի, որովհետև հավաքականում մարզչի աշխատանքը մի փոքր այլ է։ Մարզիչը չի կարող մի քանի օրվա ընթացքում տարբեր մարտահարություններով, տարբեր սխեմաներով խաղացող ֆուտբոլիստների բերել, հավաքել ու իր ֆուտբոլը ներդնել։ Ավելի շատ հոգեբանական աշխատանք է այստեղ մարզչի կողմից պահանջվում եւ այն հավաքականները, որոնք հասնում են հաջողությունների, ես վստահ չեմ, որ Դեշամը կամ Սկալոնին կարող են ակումբներում լուրջ հաջողությունների հասնել, որովհետեւ ակումբային աշխատանքը մարզչի համար լրիվ այլ է, հավաքականում աշխատանքը լրիվ այլ։ Ու Անգլիայի օրինակով ես չեմ շտապի դեռ գնահատական տալ, բայց կարծում եմ այստեղ փոփոխություններ կլինեն անգլիան արդյունքի կհասնի։ Ներկայացնում եմ Արմեն, դուք էլ լավ հասկացաք, ներկայացնում եմ, որովհետև հավաքականների ընդհանուր խնդիր, որը վերաբերվում է թե մեր ազգային հավաքականին, թե այլ հավաքականին, այդ թվում նաև թոփ հավաքականներին։ Հիմա վերադառնալով մեր հավաքականին, այդ ժամանակը իսկապես կարծես թե նիդերլանդացի մարզիչը եւ իր մարզչական անձնակազմը չունի, որովհետեւ որակավորման փուլը մեկնարկում է աշնանը եւ բավական արագ է տևելու, ընդամենը 6 խաղ մեր խմբում 3 ամսում եւ արդեն 6 խաղը ու դրանից առաջ այսպես ընդամենը հավաք անցկացնել, 2 ընկերական հանդիպում, 2 ազգերի լիգայի այդ անցումային խաղերն էին Վրաստանի հավաքականի դեմ, բավական իհարկե տխուր արդյունքով մեր թիմի համար, եւ դա է ընդամենը կարծես, ընդ որում ֆուտբոլիստներն էլ եկեք նաեւ ֆուտբոլիստների վրա կենտրոնանանք, խաղում են տարբեր ոչ միայն ակումբներում, այլ տարբեր երկրներում, այստեղ թե լեզվական խնդիր նույնիսկ կա, թե այլ խնդիրներ, գիտեք, այստեղ խնդիրը որն է, որ մենք պետք է հասկանանք նախ ինչ առաջադրանք է դրված Հայաստանի հավաքականի առջև։ Ես ամենասկզբում, երբ ֆեդերացիայի այս նախագահը եկավ եւ տարբեր ընտրական փուլերից առաջ հայտարարում էին, որ մենք պետք է դուրս գանք, պայքարելու ենք եզրափակիչ փուլ դուրս գալու համար, ես կարծում եմ, որ ամենամեծ սխալը այդտեղից է գալիս, որովհետեւ մենք այն հավաքականը չենք առայժմ, որ նման խնդիր պետք է դնենք ու հետո ասենք ծախողեցինք։ Հիմա այս ընտրական փուլից առաջ հստաբար այդ խնդիրը դրված չէ եւ չի կարող դրված լինել, որովհետեւ Պորտուգալիա, Իռլանդիա եւ Հունգարիա հավաքականներ են, որոնց հետ պայքարում այս պայն մենք վստահաբար չորրորդն ենք։ Կստացվի միավորներ խլել, կստացվի տանը հաղթել երկրպագուների շտորիվ, նաեւ տրիբունաների շտորիվ, դա լավ է։ Բայց ամենամեծ խնդիրը պետք է դնել այն հարցի շուրջ, թե մենք ինչի համար ենք պայքարում, մենք ինչի ենք ունակ այս պայդրությամբ։ Մենք ունակ չենք Եվրոպայի կամ աշխարհի առաջին եզրափակիչ փուլ դուրս գալ այս պայդրությամբ։ Եվ լեզվական խնդիրը կարծում եմ չկա, որովհետև գրեթե բոլորը անգլերեն հասկանում են, միայն այս հավաքից Թոմաս Ադորյանն էր, որ չէր խոսում անգլերեն, նրա գործակալը իր հետ էր եւ Սևիկյանն էլ չնայած խոսում է իսպաներեն, Իսպանիայում խաղացել է, որոշակի կապ կարողանում էր ստեղծել ֆուտբոլիստների միջև։ Այո, քիչ է ժամանակը, մարզչին վստահաբար չեն տա այդ ժամանակը եւ եթե հանկարծ նա, գիտեմ, 6 խաղում էլ 6 պարտություն գրեց աշխարհի առաջին ընտրական փուլում վստահաբար կհեռացնեն։ Բայց ես մտավախություն ունեմ, որ կարող է դա տեղի ունենալ առաջիկայում, չգիտեմ, այդպիսի մտքեր ունեմ։ Թե ինչ կստացվի, իրականում շատ բարդ է ասել, բայց այս ընկերական խաղերի դրականն այն էր, որ մարզիչը գրեթե բոլոր ֆուտբոլիստներին փորձարկեց, ովքեր եկել էին, 1-2 խաղացող չխաղաց, տարբեր պատճառներով Մուրադյան Կարինը վնասվածք ստացավ մարզմանը, իսկ նախկին մարզիչները, երբ գալիս էին, ընկերական խաղերի նույնիսկ մարտական կազմ էին դուրս բերում խաղադաշտ եւ չէին փոխում, որովհետեւ արդյունքի համար էին պայքարում։ Այս մարզչի համար բնականաբար եւս արդյունքը կարեւոր էր, որովհետեւ 2 ծանր պարտություն էր գրել, հետո երրորդը գրեց, բայց նա ամեն դեպքում ուզում էր ֆուտբոլիստերին բոլորին տեսնել գործի մեջ, որպեսզի սեպտեմբերին արդեն ամբողջական պատկերացում ունենար։ Ես կուզեմ, որ իրականում այս մարզիչը մնա, չգիտեմ, միգուցե
Chelsea նոա պատմություն կրկվին, որովհետև իրականում երկու պաշտպանով, երկու կենտրոնական պաշտպանով, մեկ հենակետայինով այդ ինտենսիվ դոմինանտ ֆուտբոլ ասվածը շատ վտանգավոր է, այն էլ Պորտուգալիայի նման հավաքականի հետ, բայց ես կտայի ժամանակ ու երևի թե 1 տարի հետո միգուցե ինչ-որ արդյունք տեսնեինք։ Արմեն, դուք սաուն բերեցինք արդեն հավաքականի այս երկու խաղերի, հենց խաղի բնույթի խաղի վերլուծությանը, եկեք դրա վրա կենտրոնանանք։ Նախ Կոսովոյի հավաքականի հետ խաղը ինչ տեղի ունեցավ։ Այո, մեր հավաքականը կարծես փորձում էր գնդակին տիրել։ Երևում էր խաղային կապերի խնդիր կա, դա ակնհայտ է, եւ մեր խաղային կապերի առումով եւ թե երկրպագուներից շատերն էլ ինչ-որ հրաշքներ չէին սպասում։ Ամեն դեպքում թիմին միացավ նաեւ Էդուարդ Սպերցյանը, որը բացակայում էր Վրաստանի հետ այդ ազգերի լիգայի անցումային խաղերում եւ իր բացակայությունը այնտեղ բավական զգալի երևաց, հավանաբար դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, որպես playmaker-ի, այսպես գնդակը խաղարկողի, դաշտը լավ տեսնողի, նաեւ լավ հարվածողի, եթե դրա կարիքը կա։ Այստեղ Սպերցյանը արդեն կա։ Սպերցյանը իրեն իհարկե լավագույն կերպով ցուցադրեց այս երկու խաղերում, առավել եւս հենց Մոնտենեգրոյի, Չեռնոգորիայի հետ հավաքականի հետ դիմակայությունում։ Նախ Կոսովոյի հետ խաղը դուք ձեր աչքով տեսել եք ամբողջական խաղադաշտում ինչ է տեղի ունենում, այնպես ինչպես ոչ թե այնպես ինչպես հեռարձակման ժամանակ, երբ որ հատվածային ենք տեսնում մենք հեռուստացույցով։ Կոսովոյի հետ կարծես ամեն ինչ շատ լավ սկսվեց, մենք կարողացանք արագ գոլ խփել, հետո էլի հնարավորություն ունեինք գոլ խփելու, դարպասաձողը փրկեց, հետո տեղի ունեցավ Էդգար Սևիկյանի դրվագը, երբ ըստ իս պարտավոր էր Սևիկյանը ընկնել եւ մրցավարը կարմիր քարտ պետք է ցույց տար դարպասապային, վստահաբար խաղը ամբողջովին կփոխվեր, բայց եթեներով պետք չէ առաջ շարժել, այնտեղ Արթուր Սերոփյանի հետ պայքարում ակնհայտ 11 մետրանոց կար մրցավարը չնշանակեց, դե ալբանացի էր մրցավարը, տրամաբանական էր երևի նրա կողմնա պահ վերաբերմունքը, հետո արդեն Կոսովոն հավասարեցրեց հաշիվը, մենք դարձյալ առաջանցանք, նրանք արդեն երկրորդ խաղակեսի մեկնարկում կարողացան հավասարեցնել ու թիմը քանդվեց։ Իհարկե ամեն ինչ սկսվեց 60-րդ րոպեի մոտակայքից, երբ Հովհաննես Ամբարձումյանը խախտեց կանոնները 11 մետրանոց, ինչու հետո թիմը քանդվեց, ես տարբեր պատճառներ եմ այդտեղ տեսնում, դե մենք միշտ հոգեբանական խնդիր ունեցել ենք, երբ հաշվի մեջ արժևում ենք եղել կամ պարտվելիս ենք եղել եւս մեկն ենք ընդունել, ամբողջովին արդեն մտածել ենք, որ չենք կարող փրկել խաղը, բայց չգիտեմ 2-3-ից հետո այդպես քանդվել, դրա բացատրություն իրականում ոչ ոք կարծում եմ ինչեւ չի կարող տալ։ Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակ, հոգեբանական վիճակ արդեն քանի որ Կոսովոն սկսեց շատ ագրեսիվ խաղալ, մենք էլ առաջին կամ երկրորդ նման փորձ ունեինք վերջին տարիների ընթացքում երկու կենտրոնական պաշտպանով, մեկ հենակետայինով, դա շատ ռիսկային ֆուտբոլ է։ Եվ այն էլ հենակետային գոտում Տիգրան Ավանեսյան, որը առաջին խաղն էր անցկացնում մեկնարկային կազմում, երկա Իվուչե Ավանեսյանը, եւ նրա համար շատ բարդ էր։ Քանդվեց ամբողջ պաշտպանությունը, յուրաքանչյուր հակագրող վերածվում էր վտանգավոր պահի, Ավակյանը փրկում էր։ Վերջին 30 րոպեն մենք ուղղակի խայտարակ ֆուտբոլ ենք խաղացել, երևի թե մեր հավաքականի պատմության ամենավատ 30 րոպեներից մեկն էր ու դրանում բոլորը ֆուտբոլիստները, մարզիչները մեղավորություն ունեն, որովհետեւ մարզիչը չէր ցանկանում ինչ-որ բան փոխել։ Պահում էր իր սխեման, իր մարտավարությունը պահում էր։ Այստեղ նաև ընկերական կարգավիճակ, ընկերական խաղի կարգավիճակ գուցե իր ազդեցություն ունենալ, թե դա հաշվի չեք առնում։ Չեմ կարծում, որովհետև ֆուտբոլիստները չէր համենայն դեպս։ Դե ֆուտբոլիստները, եթե կհիշենք Վրաստանի խաղից հետո Վարազդատ Թարոյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ գլխավոր մարզիչը համատեղ հայտարարություն արեցին եւ ասացին, որ լրիվ այլ հավաքական ենք տեսնելու։ Ու ճիշտ է, Հարոյանը խաղադաշտում չէր, բայց ամեն դեպքում վստահաբար նա թիմի անունից էր խոսում եւ չէր ցանկանա որպեսզի այդպիսի արդյունք լինի։ Իրականում հաշիվը 2-3 էր։ Իհարկե շատ վատ ֆուտբոլ էինք մենք խաղում եւ մրցակիցը շատ բարդ չօգտագործեց, բայց 90-րդ րոպեի դրությամբ մենք 1 գոլի տարբերությամբ էինք պարտվում եւ 1 գրով կարող էր 3-3 դարձնել հաշիվը։ Բայց 2 գոլ բաց թողեցինք ավելացված ժամանակում եւ հաշիվը դարձավ 2-5։ Պետք չէ իհարկե ասել դե վերջին րոպեներն են 2 գոլ բաց թողեցինք, այդպես ստացվեց, բայց ամեն դեպքում սա ֆուտբոլ է, որը ոչ մի կերպ ընդունելի չէ ոչ միայն ֆուտբոլաստերների, նաև վստահաբար ֆուտբոլիստների, մարզիչների կողմից ու նրանց արձագանքը այդ հաշվին
եւ անդադ քննարկումներ ես նկատում եմ, որ չգիտեմ գիշերը ժամը 2-ին 3-ին նրանք նորից նայում էին խաղը եւ փորձում էին հասկանալ ով որտեղ սխալվեց։ Ու ամենակարևորն այստեղ որ ոչ ոք չէր փորձում մրցավարի վրա ինչ-որ բան բարթել, իրականում շատ լուրջ մեղավորություն ուներ, բայց մենք մեր պահերը, եթե փորձեինք ստեղծել նախ հետո օգտագործել եւ այդպիսի խայտարակ սխալներ թույլ չտայինք պաշտպանությունում, այդպես չէ լինի։ Պետրակովը ասում էր մենք չենք կարող երկու պաշտպանով խաղալ, երկու կենտրոնական պաշտպանով, որովհետև երրորդի արկայության դեպքում մեկը մյուսի սխալը կարող էր փակել եւ երկու կենտրոնական, երկու հենակետայինով այդ ամուր պաշտպանություն մենք կարողանայինք ստանալ։ Իհարկե բացթողումներ լինում էին, բայց մենք 3 գնդակ ընդհանրապես բաց չենք թողել Պետրակովի գլխավորությամբ։ Ու դա գալիս էր շատ փակ, ինչ որ տեղ փակ ֆուտբոլից մրցակցին շատ բացեր չենք տալիս։ Իսկ սա շատ վտանգավոր ֆուտբոլ է։ Մենք խաղում ենք 2-8 համարով, 2 հարձակողական ֆուտբոլիստով, դիմացի 3 ֆուտբոլիստով եւ պաշտպանվելի շատ լուրջ խնդիրներ ենք ունենում։ Այստեղ մի նուրբ կետ կա, այո, դուք ճիշտ եք նկատում, որ երկու կենտրոնական պաշտպան, մեկ հենակետային եւ հիմնական խնդիրը, որի վրա դուք շեշտը դրեցիք, որ մեր հավաքականը հաշվի մեջ արժևում լինելով որպես կանոն չի փոխում մարտավարությունը, չի փոխում այդ սխեման, ենթադրենք պահի տակ գոնե մի 20 րոպե խիստ պաշտպանություն մտնելու կամ այնպիսի պաշտպանություն զսպելու մրցակցի գրոհները։ Գուցե ճկուն չէ նիդերլանդացի մարզիչը այդ առումով։ Գուցե հակառակը փորձում է փորձարկել չփոխել սխեմաները։ Ես դրա մասին եմ խոսում, որ նա ինքն իր ասացին է, այսպես ասած, ընկերական էր խաղը, միգուցե պաշտոնական լիներ, մենք 2-1 հաշվով հաղթելիս լինենք Իռլանդիայի հավաքականին, Պորտուգալիային չեմ էլ կարող պատկերացնել, այո։ Միգուցե ինչ-որ բան փոխվեր։ Իրականում Վրաստանի հետ խաղում փորձարկեց 3 կենտրոնական պաշտպանով տարբերակը, բայց այնտեղ շատ ավելի վատ ստացվեց։ Փորձում եմ առիթը ամեն դեպքում իր ֆուտբոլիստներին ասել, որ դուք կարող եք խաղալ այս ֆուտբոլը։ Դրա համար նաև նա մի քանի պատճառներ է բերում, ասում է, որ պետք է բոլորը խաղան իրենց ակումբներում, լավ ակումբներում խաղան, կայուն խաղաժամանակ ստանան, վնասվածքներ չունենան։ Իհարկե այդ ամենը համատեղել գրեթե անհնար է, որովհետև ամեն հավաքի ժամանակ մենք տեսնում ենք, որ կան ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքներ են ստանում, չեն գալիս, ինչպես հիմա մի քանի առաջատարների կորցրինք, ոմանք չեն խաղում իրենց թիմերում, ինչպես Տիկնիզյանն ու Սևիկյանը, եւ եթե այսպիսի ֆուտբոլ ուզում ես խաղալ ու 1-2 ֆուտբոլիստ իր թիմում խաղաժամանակ չունի, դա շատ լուրջ խնդիր է։ Նայում ենք նաև Տիկնիզյանը ֆուլբեք է խաղում 4 պաշտպանով, նա պետք է համ թիկունքում լինի, համ արջևում, որովհետև նա շատ լավ ակտիվ գործողություններ կարողանում է կատարել արջևի գծում բավականին լավն է ու նա իր ֆիզիկական վիճակով ուղղակի չէր հասցնում։ Գնում էր առաջ, չէր հասցնում իջնել, չէր գնում առաջ, դիմացը սրություն չկար։ Շատ հաճախ Շաղվանն էր, չնայած այնտեղ մարտավարության խնդիր էր, Շաղվանը մնում էր թիկունքում, Տիկնիզյանն էր գնում առաջ երբեմն, երբ գրոհ էինք սկսում, բայց 60 րոպե դա մոտավորապես 50-55 60 րոպե Էդգար Գրիգորյանը մտավ փոխարինման, Էդգարը շատ լավն է պաշտպանությունում, բայց նա արշևի գծում ոչ մի սրություն չէր ստեղծում։ Այսինքն այդ բոլոր խնդիրները բերում են նրան, որ մենք ամեն դեպքում ինչ-որ անցանկալի կամ տհաճ պարտություն ենք ունենում ու պետք է խաղան ֆուտբոլիստները, լավ թիմերում խաղան, վնասվածքներ չունենան, ախր մենք ունենք ընդհանրապես 40-50 ֆուտբոլիստ, որոնք կարող են ազգային հավաքական հրավիրվել։ Եվ այս իրավիճակում, երբ առաջատարներից մեկը երկուսը չկան, այդ իրավիճակում չի աշխատում արդեն սխեման մարզ չի ընտրած։ Երկրորդ խաղը վերլուծենք, Մոնտենեգրոյի հետ արդեն հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց, նաև որպես հայ երկրպագուի դիտել այդ ամենը։ Մերոնք դարձյալ հիմնականում գնդակին տիրում էին, գրոհներն էին շատ, ես նույնիսկ մի պա 15-20 րոպե չեմ հիշում առաջի խաղակեսի ավարտին, թե երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշվարկեցի, որ մրցակիցը գրեթե չի էլ գրոհում, գնդակը անդադար մեր թիմի ֆուտբոլիստների մոտ է, ստացվում է, չի ստացվում գրոհել, հարվածել ի վերջո կամ հարվածային դիրքի դուրս գալ, բայց գնդակին տիրում էր մեր հավաքականը եւ Մոնտենեգրոն ակնհայտ է, որ ամբողջ խաղի ընթացքում եւ գուցե եւ կրկնակի ավելի քիչ գրոհներ է կատարել իրականացրել, քան մեր հավաքական։ Այս պարագայում այս ֆուտբոլը երևի թե հաճելի է դիտել։ Սակայն մենք տեսանք, որ այդ երկու գոլը մեր դարպասը խփած Մոնտենեգրոյի հավաքականի ինչպես ստացվեցին, դարձյալ պաշտպանության մեջ, պաշտպանական գծում անհամաձայնելիություն
մրցակցի 3 ֆուտբոլիստներ, գրողող ֆուտբոլիստներ, գրեթե 4 պաշտպանվող հայ ֆուտբոլիստերի դիմաց, բայց այնպես է ստացվում, որ 2 մրցակցի 2 ֆուտբոլիստներ գրեթե մենակ են դուրս գալիս կամ հարվածային դիրքի են դուրս գալի մեր դարպասին, ինչով են զբաղված մեր պաշտպանները։ Դե մենք ավանդաբար պաշտպանությունում խնդիրներ ունեցել ենք, որքան էլ վատ է դա հնչում, բայց ունենք միշտ խնդիրներ։ Չեռնոգորիայի հետ խաղում դրական կետեր շատ կային, այն որ մենք հաշվի մեջ պարտվողի դերում էինք, բայց կարողացանք ամեն դեպքում վերադառնալ, համաձայն է, որ մենք ավելի շատ էինք գրոհում, մրցակիցը 2 պահ ունեցավ, երկուսն էլ օգտագործեց, 3 դիպուկ հարված են կատարել, մեկն էլ Յովետիչի հարվածն էր, բայց դա Բեգլարյանի վրա էր եւ դարպասապահը վերցրեց։ Ընդ որում թույլ հարված էր։ Ընդ որում թույլ հարված էր, այո։ Պաշտպանությունում նորից եմ կրկնում, այսպիսի թիմերի հետ խաղերում, եթե մենք այսպիսի բաց թողումներ ենք ունենում, կարելի է պատկերացնել ինչ կլինի ավելի թոփ թիմերի հետ խաղերում։ Դրա համար այստեղ շատ լուրջ շղթվածություն է անհրաժեշտ։ Ես չգիտեմ իրականում որ զույգին է տեսնում Ջոն Վանցխիպը պաշտպանության կենտրոնում, որովհետև Մուրադյանն առաջին խաղը վատ խաղաց, դե Գեորգի Հարությունյանը համեմատաբար ավելի լավ ֆուտբոլ խաղաց, Հարոյանը իր ֆիզիկականի, իր բնավորության, իր փորձի հաշվին կարող է փակել պաշտպանությունում, բայց նա արդեն այն արագությունը չունի, որով կարող է հասցնել նորից պետք է օրինակը բերենք Պորտուգալացի արագաշարժ ֆուտբոլիստների հետևից, թե որ զույգը կխաղա, դժվար է ասել, որովհետև իրականում այնք բոլորն էլ սխալվում են։ Համեմատաբար ավելի քիչ սխալվեց Գեորգի Հարությունյանը։ Ստյոպա Մկրտչյանը լավ խաղակես անցկացրեց Չեռնոգորիայի հետ, առաջին կեսի մասին է խոսքը։ Բայց թե ինչումն է այս խնդիրը, կարծում հստակ բացատրություն չունի։ Երբ Պետրակովը եկել էր, նորից պետք է հիշենք ուկրաինացի մասնագետին, նա անուններ չտամ, բայց ասում էր ձեր պաշտպանները չգիտեն ինչպես դիմավորել մրցակցին։ Այսինքն դեմքով դեպի մրցակիցը չէ, պետք է այսպես դիմավորել մրցակցին, ասում եմ ես այսպիսի բաներ չեմ կարող, այսպես ես այսպիսի բաներ չեմ կարող սովորեցնել այս տարիքի պաշտպաններին, նրանք պետք է դա արդեն սովորած լինեին։ Խնդիրները շատ են պաշտպանությունում եւ եթե մենք ավանդաբար ունեցել ենք լավ կիսապաշտպաններ ու հարձակվողներ, նաեւ թիկունքում բացեր ենք ունեցել ու հիմա էլ ունենք բավականին լավ կրեատիվ ֆուտբոլիստներ դիմացը լավ կիսապաշտպաններ, բայց թիկունքում էլի բացեր ունենք ու այն ֆուտբոլը, որը ուզում է ներդնել հավաքականում, դրա համար լավ արդյունքի համար պետք է լավ պաշտպաններ լինեն, լավ ամուր պաշտպանություն մենք տեսնում ենք, որ եզրում Համբարձումյան, Հովհաննիսյան արդեն բավականին պատկառելի տարիք ունեն եզրային պաշտպանները եւ որպես ֆուլբեք նրանք էլ պետք է կարողանան հասցնել թե արժևում թե թիկունքում ու երևի թե նրանց կարիերայի մայրամուտն է գալիս արդեն ու չունենք փոխարինող իրականում։ Այ մենք Հայաստանի առաջնությունում ունենք, գիտեմ, Խարիտոն Այվազյան, Ուրարտոյում երիտասարդ պաշտպան է խաղում, բայց նա էլ կայունություն չի դրսևորում եւ այս պահին կարծում դեռ հավաքականի մակարդակ չունի։ Թե ինչ կլինի պաշտպանության մասով իրականում չգիտեմ։ Մեր ունկնդրին հիշեցնեմ, որ զրուցում եմ հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ։ Արմեն, վերջին րոպեներն են, նախ ընդհանուր մենք ինչ ենք որպես երկրպագու, որպես մարզական լրագրող, մեկնաբան, ինչ խաղ ենք ուզում տեսնել հավաքականում։ Եկեք մի քանի դրվագ նայենք։ Դասական հայտնի սկզբունք կա, որ ֆուտբոլը սկսվում է պաշտպանությունից։ Դա դավանում են մոտարապես 70-80 տարի, իհարկե որոշակի բացառություններ 60-ական, 70-ական, 80-ականների Բրազիլիայի հավաքականը, եթե հավաքականների մասին ենք խոսում։ Երբ որ հարցակման գիծը գերհզոր էր, որքան պետք է մենք խփենք, մրցակիցը խփում է որքան կարող է, իսկ մենք խփում ենք որքան ցանկանում ենք։ Դա հայտնի իրենց սկզբունքն է։ Դա բացառություններ ընդհանուր համաշխարհային ֆուտբոլի մեջ։ Պաշտպանության գծի մեջ դուք խնդիրների մասին խոսեցիք, բայց մեր երկրպագուն ինչ է ուզում տեսնել։ Պաշտպանվող Հայաստան, հաշիվը պահող մի կերպ 11 հոգով գեր թոփ թիմերի դեմ, ենթադրենք հերու չգնանք Պորտուգալիայի դեմ խաղում այսպես 11 հոգով սեփական կիսադաշտում կամ նույնիսկ այսպես շատ ցածր բլոկով գրեթե տուգանային հրապարակում, որպեսզի այդպես գրեթե տարածություն չտալով պորտուգալացի հարձակվողներին։ Այդպիսի ֆուտբոլ ենք ուզում արդյունք ակնկալելով, ենթադրենք 0-1 հաշվով պարտություն կամ նույնիսկ 0-0 հաշիվ։ Դե եկեք մի փոքր հետ գնանք 2 տարի առաջ մենք գրեթե նույն հավաքական ունեինք մի քանի ֆուտբոլիստի բացակայությամբ կամ ներկայությամբ մենք Ուելսի հետ բավականին լավ ֆուտբոլ խաղացինք։ Իհարկե բոլորը բերում են այն օրինակը, որ Ուելսը կարող էր խաղասկզբում լուծել
խաղի ելքը, մի քանի պաուներ օգտագործեր Փրկես Չանչարևիչը, եթե օգտագործեր ամեն ինչ այլ կլիներ, բայց մենք տեսանք, որ Երևանում Ուելսի հետ շատ լավ ֆուտբոլ խաղացինք, մենք չէինք պաշտպանվում, մենք շատ լավ ֆուտբոլ խաղացինք Երևանում Լատվիայի հետ, մենք շատ լավ ֆուտբոլ խաղացինք դրսում Թուրքիայի հետ, մենք վատ ֆուտբոլ չխաղացինք տանը Թուրքիայի հետ, այսինքն մեկ խաղի օրինակ չէ, մենք տեսանք, որ թեկուզ եւ 3 կենտրոնական պաշտպանով, բայց ինչ որտեղ պաշտպանությունից խաղալով մենք կարողանում ենք ֆուտբոլ խաղալ հակագրողներով, մենք ունենք դիմաց հարագաշարժ ֆուտբոլիստներ, մենք միգուցե Սպերցյանին կորցնում ենք ստեղծագործ պարտականություններ չեն կարող նրա ուսերին դնել այդ 5-3-2 սխեմայի պարագայում, բայց ամեն դեպքում ավելի լավ է այս պայի դրությամբ այդպես, քան 4-3-3-ով շատ վտանգավոր ֆուտբոլ, որովհետև իրոք տեսնում ենք թե ինչքան բացեր են առաջանում, մենք տեսնում ենք առանձին դրվագներում ստոպ կադրերով, որ ֆուտբոլիստների միջև տարածությունները շատ էին, դիրքերի միջև տարածությունները շատ են, եւ մրցակիցը անընդհատ օգտագործում էր այդ տարածությունները, ազատ զոնաներ է ստեղծում եւ կարողանում էր այդտեղից վտանգավոր պայեր ստեղծել։ Կարծում եմ հայ երկրպագուն ուզում է արդյունք տեսնել այս բանին։ Ուզում է չեմ ասի, որ ոչ դիտարժան խաղով արդյունք, բայց մենք դիտարժան խաղով արդյունք ունեցել ենք։ Ես չեմ գնում հետ շատ 10-15 տարի առաջ, ես ասում եմ 1-2-3 տարվա պատմություն։ Դիտարժան խաղով արդյունք ունեցել ենք, բայց կարծում եմ ամենակարևորը մարզչի հարցն է։ Մարզչի ընտրությունը ճիշտ էր թե ոչ։ Համ ճիշտ էր, համ ոչ ինձ համար։ Ու եթե նորից գնանք եւ հիշենք Պետրակովին, ինձ համար նա վերջին տարիների ամենահարմար մասնագետն է եղել։ Միգուցե նա ամենաուժեղը չի եղել, ոչ թե միգուցե միանշանակ նա Կապարոսից ուժեղ չէր, բայց նա ամենահարմար մարզիչն էր մեր հավաքականին։ Ու հավաքականի մարզիչ ընտրելիս պետք է իրականում այդ կապը ստեղծել ֆուտբոլիստերի եւ մարզչի միջեւ, որ իհարկե ասում էին վերջում, որ նա խմորումներ էր ստեղծում հավաքականում մարզիչի ինքը արդեն եւ հալարված հարաբերություններ ուներ, դա պետք է մի կողմ թողնել, դա չեմ ուզում քննարկել, միգուցե այդպես էր, միգուցե ոչ, բայց այն, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը ֆուտբոլ էր խաղում, նաև դիտարժան, նաև արդյունք էր ապահովում, բայց պրոգրես չկար, դա միանշանակ է, այս մարզիչ ուզում է պրոգրես տեսնել, հիմա վատ է, հետո կլինի, բայց հետո միանշանակ չէ, որ կլինի։ Այսինքն հայ ֆուտբոլաստերի ցանկությունը, եթե հաշվի առնենք, ֆուտբոլային մարդկանց ցանկությունը, կարծում եմ, երևի թե մարզչին պետք է փոխել։ Դուք զրույցի ընթացքում նշեցիք Արմեն, որ չեք ուզում կամ գուցեև այդպիսի արդյունք գրանցվի, ինչպես Չելսին ու խաղում, այնտեղ էլ Ռոյի Մոտան որոշակի, այսպես ասեմ, ռիսկի գնաց եւ նույնիսկ խաղից առաջ լոնդոնյան այդ դիմակայությունից առաջ նշել էր, որ Նոան խաղալու է իր խաղը եւ ինչու՞ չէ բավական շատ գրոհելու է։ Այո, գրոհեց, բայց պահեց սկզբնամասում նույնիսկ առաջի գոլային պահը ստեղծեց Նոան այդ խաղում։ Բայց տեսանք, որ Չելսին այսպես երրորդ կազմով, նույնիսկ ճիշտ է երրորդը մի քիչ վերապահումով է պետք է ասել, որտեվ երրորդ կազմի ֆուտբոլիստը, երբ որ դուրս է գալիս ինչ-որ պաշտոնական խաղի, ապացուցելու բան ունի, լինի դա Ժոաու Ֆելիշը, թե մյուսը, թե Մուդրիկը եւ այլն, բայց իրենք քանի որ ենթադրենք Անգլիայի Պրեմիեր լիգայում գրեթե խաղաժամանակ չեն ունենում, այստեղ փորձում են ապացուցել, որ իրենք գոլահար են, այո։ Եվ դա փորձեցին ապացուցել ցավոք սրտի Նոայի հետ խաղում եւ իր որոշ չափի իրենց գուցեև ստացվեց գոլեր խփել, պարզապես դե հետո դարձյալ իրենք չէին խաղում Պրեմիեր լիգայի խաղերում Անգլիայի գրեթե իրենց խաղադաշտում չենք տեսնում։ Դա Չելսիի խնդիրներն է, բայց մենք տեսանք, որ Նոան գնաց ռիսկի, ճիշտ է, այստեղ մի կարևորագույն պահ կա, գործոն կա, որը նաև որոշ չափի հավաքականն է վերաբերում։ Մենք ստանդարտների, մրցակցի ստանդարտ այսպես դիրքերի խաղարկումների ժամանակ չափազանց խոցելի ենք։ Դա այդպես խոցելի էր նաև Նոան իր խաղում, Չելսին հասկանալի է Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկն է Անգլիայի եւ ստանդարտները կարևորագույն մի գործիք են իրենց այսպես զինանոցում, այո, նույնիսկ թվում էր թե անկյունային խաղարկումը դա կներեք 11 մետրանոցի նման մի բան է Նոայի դարպասին։ Հիմա նույնը մենք տեսնում ենք, գրեթե նույնը տեսնում ենք հավաքականում, որ ստանդարտներում մենք խոցելի ենք։ Իսկ ենթադրենք Պորտուգալիայի նման top թիմը, որը շատ է գրոհելու եւ հավանաբար նաեւ շատ անկյունայիններ են լինելու։ Դե մենք այո միշտ ունեցել ենք այդ խնդիրը, մենք գիտեք ինչն է խնդիրը, որ տարիներ շարունակ ինչ խնդիրներ ունեցել ենք եւ հասկացել ենք, որ ունենք այդտեղ խնդիր, մենք չենք կարողացել շտկել այդ խնդիրները։ Ինչ որ չափով մոտեցել ենք շտկելուն, բայց չենք կարողացել ամբողջովին շտկել եւ ստանդարտները եւս վառ ապացույց են, որ մենք չենք կարողանում մեր բոլոր խնդիրները լուծել։
Արդեն դե չգիտեմ, հույսներս պետք է դնենք մեր բարձրահասակ պաշտպանների կամ բարձրահասակ ֆուտբոլիստների վրա, որոնք կարողանան ստանդարտների ժամանակ ճիշտ դիրքավորվել, ճիշտ փակել ֆուտբոլիստներին, բայց նրանք ունեն Ռոնալդոյի պես ֆուտբոլիստ, որ աշխարհում ոչ մի պաշտպանի չի նկատում եւ երկրորդ հարկում ինչ ուզում անում է, այսինքն կենտրոնանալ Ռոնալդոյին օրինակ փակելու վրա, դա կարծում եմ անմիտ գործ է, նրանք ունեն շատ լավ երկրորդ հարկում խաղացող ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշ կենտրոնական պաշտպան, ում փակելը կարծում եմ իրականում ոչ միայն դժվար է, այլև անհնար է։ Եվ այսպես, եթե ստանդարտների վրա կենտրոնանանք, մենք կարող ենք շատ ժամանակ դրա վրա ծախսել ու ի վերջո չկարողանանք ամբողջովին պատրաստվել այդ խաղին։ Դրա համար առանձնակի ուշադրություն պետք է դարձնել բնականաբար, բայց պետք է անենք այն, ինչ անում ենք սովորաբար իրենց հավաքի ընթացքում, մարզչական շտաբը բնականաբար ավելի լավ գիտի ինչ պետք է անել, ինչի վրա աշխատել, ու կարծում եմ առանձին կենտրոնանալ ստանդարտների վրա իրականում անմիտ գործ է։ Եվ վերջին հարցը Արմեն, արդեն որակավորման փուլը աշխարհի առնչության։ Այո, Պորտուգալիայի մասին մենք շատ խոսեցինք։ Կան նաև Հունգարիայի եւ Իռլանդիայի հավաքականները։ Հունգարիան վերջի տասնամյակում բավական լավ ֆուտբոլ է խաղում եւ խոշոր մրցաշարերի մասնակից է։ Չենք ասում, որ Հունգարիան վերադարձնում են այն ավանդույթները, ինչ կային նախորդ դարի 50-ական թվականներին, գերհզոր Հունգարիայի հավաքական, նույնիսկ աշխարհի չեմպիոնի հավակնորդներից մեկն էր, հիանալի հավաքական էր։ Բայց Հունգարիան որոշակիորեն դարձյալ վերելքի վրա է տասնամյակներ անց։ Լավ թիմ է եւ ֆուտբոլիստները խաղում են լավ ակումբներում։ Մենք Հունգարիայի հետ այսպես խաղերում միավորի ակնկալիք ունենանք թե չէ եւ միանգամից նաեւ Իռլանդիայի հավաքականի մասին։ Հունգարիայի հետ մենք երևի թե պետք է ակնկալիք ունենանք միավորի միայն տանը, նրանք ունեն ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, դեմս Դոմինիկ Սոբոսլային, նա հավաքականի կարելի ասել առաջատարն է, խաղկառուցողն է։ Եվ ընդհանրապես մենք top թիմերի հետ մշտապես տանն ենք լավ խաղացել, բայց ոչ վերջին տարիների ընթացքում։ Նույն Պորտուգալիայի հետ, նույն Իսպանիայի հավաքականի հետ մենք երբ տանը խաղացել ենք, մեզ սեփական պատերը օգնել են, բայց վերջին տարիներին կարծես դա էլ է գնալով կորում, դա պետք է բռնել, հետ քաշել եւ բերել։ Իռլանդիայի հետ մենք լավ ենք խաղում տանը, ճիշտ է 2011-ին չստացվեց, պարտվեցինք 2010-ին Երևանում պարտվեցինք 0-1 հաշվով, բայց վերջին տարիներին ազգային լիգայի խաղարկությունում կարողացանք հաղթել 1-0 հաշվով։ Տանը կարելի է խաղալ այդ հավաքականների հետ, թե Իռլանդիայի եւ թե Հունգարիայի հետ։ Իրականում այդպիսի հավաքականների հետ բրիտանական ֆուտբոլ դավանող հավաքականների հետ մենք մշտապես լավ ենք խաղում, Ուելսը վառ օրինակ է։ Իռլանդիայի հետ ամեն դեպքում կարծում եմ դրսում էլ է կարելի է պայքարել, իսկ Հունգարիայի դեպքում դրսում կարծում եմ շատ ծանր կլինի, Պորտուգալիայի հետ դե չեմ ուզում քննարկել, երևի թե այստեղ այս իրավիճակում 5 միավորը մեզ համար իդեալական կլինի այս խմբում, ես չգիտեմ կստացվի վաստակել 5 միավոր թե ոչ, բայց հաշվի առնելով թե ինչ մրցակիցներ են, վատ արդյունք չի լինի։ Լավ ակնկալիքներով ենք ավարտում մեր հաղորդումը, շնորհակալ եմ Արմեն, մեր ունկնդրին հիշեցնեմ, որ զրուցեցի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Ղարաբյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, մեր այս հաղորդման տեսագրությունը հիշեցնեմ կարող եք դիտել հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ